Ողջույն բոլոր ժողովուրդ, ձեր հետ եմ ես Ալեքսը եւ դուք գտնում եք իմ Alex TV YouTube ալիքում։ Այսօր մենք միասին դիտելու ենք TikTok-յան շատ լայֆհաքներ, որոնք հեշտացնում են մարդու կյանքը։ Մեզ շատ հետաքրքիր վիդեո է սպասվում, բայց մինչ վիդեոին հասնելը պետք է խնդրեմ, որպեսզի փոքրացնես վիդեոն, դնես լայք, բաժանորդագրվես ալիքին, իսկ մենք հասնում ենք վիդեոին։ Գնացինք։ Դե ինչ ժողովուրդ, պատրաստ եք, անցնում ենք մեր առաջին լայֆհաքին։ Так, ուրեմն, այս ինչ հավի թևիկներ են։ Ցույց է տալիս, որ երբ ուտում ես հավի թևիկները, սոուսը չի բավականացնում բոլոր հավի թևիկներին, ու ինչ որ շատ հավես պահի վերջանում է։ Ու հիմա տեսնենք, թե ինչու է կայանում լայֆհակը։ Так։ Սոուսը լցրեց հավի թևիկների այդ պաչկայի մեջ, խառնեց ու բոլորը հավասար եղան սոուս։ Հետաքրքիր լայֆհակ է ժողովուրդ, ինչ չէինք ֆայմել։ Մենք միշտ վերցնում ենք հատիկ թաթախում ենք ու ինչ որ կտորի ենք հասնում, որի ժամանակ որ արդեն սոուս չի մնում։ Իսկ սենց բոլորին հավասար հասնում է սոուսը։ Բայց տեսեք, ձեռքերը կեղտոտվեց, այդ մինուսը։ Ես իմ անցնում ենք երկրորդ լայֆհակին։ Так, այս մեր մանկության վիդեոներից է, սենց հարյուրավոր վիդեոներ եմ տեսել։ Так, հիմա նայում ենք, թե ոնց էր պատրաստել այս հրթիռը կարելի ասել, լուցկի, փոթաթում ենք։ Սենց հեշտ է պատրաստվում։ Լավ, հաջորդն ենք նայում։ Так, հաջորդը։ Ուրեմն, այս ծամոնի ֆոլգայի է, ինչ անում։ Կտրեց 3 հավասար մասի։ Այս ինչ ֆորմա էր ստացավ, գանտել ոնց որ լինի։ 3 հատ նույն ֆորմայով ֆոլգա։ Հետո վերցրեց էլեմենտը, ինձ թվում է ես հասկացա թե ինչ է անում։ Հիմա երևի թե հագցնելու է այդ էլեմենտին ու այդ կրակատալու, ճիշտ եմ։ Հələ։ Հագցրեց էլեմենտին։ Այո։ Տեսակ։ Միշտ ուզեցել եմ փորձեմ այս լայֆհակը, մի օր անպայման կփորձեմ, բայց ես 99%-ով վստահ եմ, որ հաստատ կստացվի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ուղղակի վատային է, որ 2 վայրկյանում ֆոլգան վերջանում է։ Անցնում ենք հաջորդ լայֆհակին։ Ուրա։ Խնդրում եմ, ասա որ ստեղ է, շատ եմ խնդրում։ Այո։ Ինչ համով է։ Իսկ դու տեղակ էր, որ ապաչին թողարկել է իր նոր չորացերը, նույն ինքը սուխարիկները, նրանք 4-ը համի են, խորված և համեմունք, թթվասեր և կանաչի, պանային համ և իմ ամենասիրելի ուրա բեկոն համը, նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ համ ունի, հենց հիմա գնա մոտակա խանութ, հարցրու, փնտրի և գտիր ապաչի նոր չորացերը և անպայման փորձի, վստահ եմ չես փոշմանի։ Ես ոնց է խրխրթում։ Մինչև հաջորդ լայֆհակին անցնելը ուզում եմ ձեզ ասել, որ ընդամենը 2000 բաժանորդ է մոտավորապես մնացել, որ հասնենք 50,000 բաժանորդի, պատկերացնում եք ժողովուրդ։ Դե խնդրում եմ ժողովուրդ, հենց հիմա բաժանորդագրվեք ալիքին ու եղեք այն մարդկանցից, ովքեր որ միացել են մեր մեծ ընտանիքին մինչև 50,000 հասնելը։ Այդ լուրջ փաստ է, պատկերացնում եք, մենք հետագայում հասնենք օրինակ 1 միլիոնի ու դուք ձեր ընկերների մոտ սենց կանգնեք, ասեք ես մինչև 50,000-ը արդեն բաժանորդագրված էի, պատկերացնում եք, իջեք։ Так, նայում ենք հաջորդ լայֆհակը։ Այս ինչ է, ցնցուխը բացեց, այս ինչ կանաչ բան է։ Ինչ է անում։
Հանեց, հետո։ Հասկացաք ժողովուրդ, այդ կանաչ բանը ուղղակի հանեց ու ջուրը սկսեց ավելի շատ գալ, բոլոր ծակերից չէր գալիս ոնց որ թե ոնց հասկացա։ Ու այդ կանաչը հանեց ու ավելի մեծ ճնշումով է ջուրը գալիս։ Էսի իրոք պետքա կաներ ժողովուրդ, անցնում ենք հաջորդին։ Так, այս աղջիկը ինչ է բացահայտել։ Ուզում է ֆեյնով փչի։ Էլի, հələ շիշը մցրել է մեջը ու ֆեյնով փչում է։ Իրոք, եթե դուք օրինակ տանը NAS-ը չունենաք, սա ձեզ շատ պետք է։ Так, հաջորդ վիդեոն։ Երեխային լողացնելու համար սենց զոնտիկի նման բան են հագցրել, որը որ չի թողնում, որ ջուրը լցվի երեխայի աչքերի մեջ ու երեխան անկած լաց չլինի։ Так, հետո, այս աղջիկը ինչ է, but each one has like that. Box, Ocho Pockets, OS4 ինչ անում։ Առանց հետքեր թողնելու հեշտությամբ Pockets է դատվածը։ Դե որ դուք օրինակ եղունգով հանում եք, ինչ-որ հետքեր է մնում ու տհաճա չէ լինում։ Հետաքրքիր էր։ Հաջորդը I saved this in TikTok։ Սառույց է գետնին ամբողջովին ու այս ինչ հա պիլասոսը, հա, տիպը փոշեկուլ հայերենով։ Մտցնում է տակը ու հետաքրքիր է, բայց այս օդ քաշում է, թե օդ է տալիս, ամենանավանությամբ օդ է տալիս, վետրադույ է ոնց որ թե։ Ու սենց մաքրում է իր տան դիմացի սառույցները, հա։ Հաջորդը, так, պողպողակը մտցնում է հյութի մեջ ու սենց հետաքրքիր կոկտեյլ է ստանում։ Հիմա էլ էս մարդն է փորձում։ Ես ինչ հաստատում, մենք նայում ենք լայֆհակ, որտեղ նայում են լայֆհակ, հետաքրքիր է, так, ինչ ասում, good, դուր եկա, ոնց որ թե, հաջորդը, ես էսի գիտեմ, ժողովուրդ, միշտ ուզեցել եմ փորձեմ, վերցնում ես կաղամբը, ու այդ կաղամբի գլուխը միշտ հանում են, չէ մարդիկ, սենց ուղղակի այս կողմից խփում ես, ու գլուխը այս մյուս կողմից դուրս է գալիս, ես գիտեի այս լայֆհակի մասին։ Հաջորդը, մոտի մեջ փուշ ա մտել, թե ինչ ա մտել, ցավոտ սիտուացիա է, վերցրել է 3 հատ կոպեկ ու հեշտությամբ հանեց։ Նու իր դեպքում ունենց էր մտած, որ ես թվում է եղունգով էլ կարող իր անել։ Տարօրինակ էր էս մեկը, հաջորդը։ Գինին վերցրել է ու ինչ է անում։ Սենց փակեց, որ չփչանա, հա, տիպը, լավ, հետո ես ինչ անում, ուտելիքի ցելոֆանը կապում է, բայց իրոք մենք ինչի չէինք վայմել, որ կարելի է կապել, լավ, так, հաջորդը, հասկացաք ժողովուրդ, ուղղաթիռի մեջ երբ են գլխարկներից են հագնում մարդիկ, միշտ հետևա դեպի ընկած լինում, որպեսզի այսպես քնեն, բայց ինչքան հարմար ավելի կլինի, եթե դիմացով հագնենք ու այսպես անենք։ Ես անպայման օգտագործեմ այդ իմիջայլը ժողովուրդ շատ իդեալական պահ է, որ ասեմ, որ ձեզ սպասվում է վլոգ։ Այո, օգոստոսի կեսերին ձեզ սպասվում է վլոգ, չեմ ասի որտեղից։ Սպասեք։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր իմ այսօրվա վիդեոն, վստահ եմ շատ հետաքրքիր ստացվեց եւ ձեր դուրը եկավ, չէ՞։ Եթե ձեր դուրը եկավ, ապա հենց հիմա դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, իսկ ձեզ հետ է ես Ալեքսը, լավ մնացեք, ցտեսություն, պակա-պակա։